Բարև ձեզ։ Եթերում 360 աստիճան հաղորդումն է, թվով 3-րդ։ Այսօր ուզում եմ խոսել այն թեմայի մասին, որի մասին շատերը խոսում են զգուշությամբ, բայց նշված թեման շրջանցել հնարավոր չէ։ Խոսքը երևի շատերը արդեն զգուշակեցիք, որ քաղբանտարկյալների մասին է։ Այո, մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, ում դատում են Հայաստանի Հանրապետության կառավարիչները, այլ նաև Բաքվում, քանի որ շատ լավ գիտակցում ենք, որ Բաքվի շինծ ու դատական գործերը ունեն միայն քաղաքական միտումներ, եւ այստեղ չկա ոչ արդարադատություն, ոչ այլ ռազմավարական ինչ-որ հարցեր, ինչ-որ փորձում են ներկայացնել ոչ միայն նույն ինքը Բաքվում կամ Հայաստանում, այլ նաև միջազգային կույր միջազգային հանրությանը։ Իրականում պետության ուժը չափվում է ոչ միայն տնտեսությամբ, ռազմավարությամբ կամ բանակով, այլ նաև նրանով, թե ինչ չափի է քո երկրի ներսում ժողովուրդը եւ հասարակությունը ազատ, ունի ազատ խոսք, ազատ որոշումներ եւ ազատ է իր քայլերի մեջ։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, այն Հայաստանի Հանրապետությունը, որը որ մենք ունենք 2018 թվականից ի վեր, այլևս ազատ եւ ուժեղ չէ, քանի որ մենք ունենք մեծ թվով քաղբանտարկյալներ եւ օրեցօր նույնիսկ լինում են դեպքեր եւ ժամ առ ժամ քաղբանտարկյալների թիվը ավելանում է։ Եվ այստեղ այլ կարծիք չի կարող լինել, քանի որ մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ այն գործերը, ինչ որ փորձում են կարել բոլոր այն մարդկանց, քաղաքական, հասարակական գործիչների վրա, սրբազան հայրերի վրա, դրանք ունեն միայն քաղաքական միտումներ։ Արդարադատությունը, որը ուզում են իբրև ցույց տան, թե իրականացնում են մեր երկրում, չպետք է ուղղակի իրականացվի։ Արդարադատությունը պետք է լինի արդար, քանի որ հենց ինքը նշանակում է արդար դատ, բայց մենք այսօր տեսնում ենք, որ չկա մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլի իրական Հայաստանում արդարադատություն կամ արդար դատեր։ Փետրվարի 5-ին Բաքվում հրապարակվեցին շինծ ու դատական գործերի արդյունքները դատավորի կողմից ներկայացված, որտեղ որ մեր քաղաքացիները, բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ծառայել են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությանը, դատապարտվեցին ցմահ կամ 16-ից 20 տարի ազատազրկման։ Իսկ ինչի 16 կամ 20 տարի, որովհետև Ադրբեջանի օրենքով չի կարելի մարդուն, ում 64-ամյակը արդեն լրացրած է, դատապարտել ցմահ։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները, այսինքն մեր կառավարությունը, միջազգային հանրությունը իրենք լռում են։ Իսկ այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը նվիրել են նրան, որպեսզի բոլոր առումներով օգուտ տան թե Հայաստանին եւ թե Արցախի հանրապետություններին։ Գիտեք, վերջերս դիտեցի ֆիլմ, որը իբրև վավերագրական էր, բայց ինքն իրենից ներկայացնում էր միայն քարոզչություն եւ հիբրիդային ինֆորմացիոն, ավելի շատ կարելի ասել քաղաքական ինչ-որ պատերազմ, որը ուղղված էր հենց մեր Արցախի ներկայացուցիչների եւ Հայաստանի նախկին ներկայացուցիչներին, խոսքը վերաբերվում է այն ֆիլմին, որը որ նկարահանվել է 2025 թվականի հունվարին, Ռուբեն Վարդանյանի մասին է նշված ֆիլմը, եւ Ադրբեջանում նշում են, որ դա վավերագրական ֆիլմ է եւ բոլոր Ռուբեն Վարդանյանի անցած քայլերը, փաստերով եւ այլն այդտեղ ցույց է տալիս։ Իրականում այնտեղ խոսվում է նաեւ Ռուսաստանի մասին, Հայաստանի մասին, այլ գործերի մասին, բայց ինձ շատ է հետաքրքրեց այն մասը, երբ Ռուբեն Վարդանյանին ներկայացնում են որպես տերորիստ, որպես սեպարատիստ, ով եկել է Արցախի հանրապետություն, որպեսզի ռազմական եւ իր ներկա գտնվել է ռազմական վտանգ է ներկայացնում եւ այս մարդը եկել է Արցախի հանրապետություն, որպեսզի ռազմական հեղափոխություն կազմակերպի, ինչպես ֆիլմում է ասված, Ադրբեջանի պետությունում։ Այսինքն իրենք ներկայացվում են այնպես, որ Արցախը ադրբեջանական տարածք է եւ Ռուբեն Վարդանյանը փորձել է զինել հասարակությունը, որպեսզի կարողանան իրենք հետո դիմադրել ադրբեջանական իշխանություններին եւ
դուրս գալ, կարելի ասել, այդ լծի տակից։ Մենք բոլորս գիտենք, որ երբ Ռուբեն Վարդանյանը գտնվում էր Արցախում, կազմակերպվում էին խաղեր, Սպարտակիադա ինչ-որ տեսակի, որը կոչվում էր Դավիթ-Բեկյան խաղեր։ Այդ խաղերի ընթացքում երիտասարդությանը եւ ավելի փոքր տարիքով մարդկանց պատանիներին սովորեցնում էին ինքնապաշտպանվել, սովորեցնում էին տարբեր սպորտաձևեր, նաեւ այդտեղ կային Կալաշնիկովի նման զենքեր, ինչը որ բնականաբար մենք թե նկարներում, թե վիդեոներում որ նայում ենք, տեսնում ենք, որ դա չի կարող լինել իսկական, քանի որ եթե ինչ-որ մեկը կյանքում տեսել է Կալաշնիկով զենք, ինքը շատ լավ պատկերացնում է, որ 15 տարեկան երեխան չի կարողանա այդպես հեշտությամբ բռնել եւ օգտվել այդ զենքով, բայց այդ ամեն ինչը եւս որպես ապացույց են տալիս, որ Ռուբեն Վարդանյանը փորձել է կրկնվեմ եւս մեկ անգամ ռազմական հեղաշրջում կազմակերպել Արցախում։ Նաեւ այլ փաստեր եւս նրան են վերնագրվում, որ վերջինս փորձել է Ռուսաստանի կառավարիչների հետ հեղափոխվել եւ հեղաշրջում կազմակերպել Հայաստանում, բայց նաեւ այստեղ շատ հետաքրքիր էր մի փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ցավոք այսօրվա Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ներկայացուցիչը եւ համար 1 դեմքը այդ ֆիլմում ադրբեջանական պրոպագանդա կրող ֆիլմում ներկայացնում էր որպես մարդ, ով Ադրբեջանի դաշնակից է եւ մարդ, ով կանգնած է Իլհամ Ալիևի կողքին, այն առումով, որ երկուսն էլ ունեն նույն մտքերը, նույն նկատառումները եւ որ երկուսն էլ ցանկանում են մեկ բան։ Դա խաղաղությունն է երկու պետությունների միջև։ Եվ այնտեղ շատ հետաքրքիր փաստեր են բերվում եւ նաեւ դրվագներ իրենց այսպես կոչված խաղաղության պայմանագիր կամ խաղաղության գործընթաց իրադարձություններից, որոնք որ իրականացվել են նշելով, որ օրինակ Ռուբեն Վարդանյանի կամ այլ անձանց գործողությունը, ովքեր որ գտնվում էին Արցախում, խանգարում էր այդ երկու կողմանի խաղաղության դարաշրջանի սկզբին։ Սա ինձ թվում է եւս մեկ ապացույց է նրա մասին, որ Ադրբեջանում ադրբեջանական ԶԼՄ-ները կամ ադրբեջանցի այն անձինք, ովքեր օրինակ զբաղվել են այդ իբրև փաստավավերագրական ֆիլմի նկարահանումներով, ընդունում են Նիկոլ Փաշինյանին որպես իրենց դաշնակից, որպես իրենց գաղափարական ընկեր մարդ, ով ցանկանում է եւս այն նույն ցանկությունները ունի, օրինակ ինչ որ Իլհամ Ալիևը Արցախի կամ Հայաստանի հետ կապված։ Իրականում, երբ փորձում ես ինչ-որ կերպ թեկուզ հասկանալ, թե ինչի համար կամ ինչ փաստերից ելնելով կամ ինչ գործողություններից ելնելով են կատարվում այսպես կոչված դատավարությունները, ուղղակի ընկնում ես այսպիսի մի տուպիկ հասկացողության մեջ, որտեղից որ չես կարողանում դուրս գալ, քանի որ քո մտքերը խճճվում են, բայց մեկ է երբ որ փորձում ես գտնես ինչ-որ մի տեղ, որ կարող ես այս մտքերը իրարից առանձնացնել եւ հասկանալ իրականությունը, հասկանում ես, որ միայն քաղաքական նկատառումներ են եւ ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ քմահաճույքի ֆոնի վրա է ամեն ինչը կազմված, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսպես ուզում լինելու է այսպես։ Օրինակ կարող են ծառայել օրինակ Նարեկ Մալյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործերը, երբ որ վերջիններս եթերում ինչ-որ բառեր են օգտագործել, ինչի հետևանքով էլ եւ Ալեն Սիմոնյանի դուրը չգալով հիմա գտնվում են դատական process-ների եւ դատական գործընթացների մեջ, միայն եւ միայն քաղաքական նկատառումներով։ Մեր տարածաշրջանը այսօր գտնվում է այնպիսի դարաշրջան, կարելի ասել, ժամանակահատված կարելի ասել, երբ վտանգը օր-օրի ժամ առ ժամ մեծանում է եւ մեծանում է ոչ միայն ռազմական ուժային սպառնալիքները, այլ նաեւ թե տնտեսական, թե քաղաքական այլ սպառնալիքներ եւ խնդիրներ ունենք մենք։ Եվ այսօրվա իրադարձությունները եւ իրողությունները, որոնք կատարվում են մեր պետությունում, հանգեցրել են նրան, որ հասարակությունը բաժանվել է մի քանի մասի։
Իսկ դա շատ մեծ խնդիր է, քանի որ երբ դու դրսից ունես մեծ քանակով թշնամիներ եւ մեծ քանակով վտանգ, դու պետք է ներսից լինես համախմբված, որպեսզի կարողանաս դիմակայել նշված վերոնշյալ վտանգներին։ Իսկ Հայաստանում այսօր կառավարությունը ջանք չի խնայել եւ չի խնայում անել այնպես, որ հասարակությունը բաժանվի մի քանի շերտի, որ հասարակությունում լինի անհասկացողություն, որ մարդիկ իրար սկսեն չհասկանալ, որ հասարակությունում կասկածի ֆոնը ավելի մեծանա, որ մարդիկ միմյանց չվստահեն։ Ինչն էլ հետագայում բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ հանգեցնելու է նաև անձնական խնդիրների, երբ օրինակ երկու ընկեր պատկանում են տարբեր կուսակցությունների կամ ունեն տարբեր գաղափարներ, բնականաբար դա եւս հանգեցնելու է նրան, որպեսզի իրենք անձնապես եւս սկսեն այլևս իրար հետ չշփվել։ Եվ ինչն էլ որ բերում է նրան, որ հասարակությունը դառնում է ավելի փխրուն։ Իսկ մենք գիտենք, որ հասարակությունը դա յուրաքանչյուր դեպքերում եւ պարագաներում պետության համար մեծ ուժ է, քանի որ դու գիտես, որ օրինակ երբ դու պատերազմում ես ու խոսքը ոչ ուղիղ դասական իմաստով պատերազմի մասին չէ, խոսքը գիբրիդային, ինֆորմացիոն, տնտեսական եւ այլն պատերազմների մասին է, դու պետք է ունենաս ամուր թիկունք։ Իսկ յուրաքանչյուր պետության թիկունքը դա իր հասարակությունն է եւ իր ժողովուրդն է։ Միջազգային հանրության առումով այս ամեն ինչ որ կատարվում է Հայաստանում, քաղբանտարկյալների աճող թիվը, այն չեզոքությունը եւ թքած ունենալու նուրբ արվեստը, որ օրինակ ցուցաբերում են այսօրվա կառավարիչները Բաքվում կատարվող իրադարձությունների հետ, միջազգային հանրության մոտ միայն ինձ թվում է այն տպավորությունն է ստեղծում, որ մեր երկիրը թույլ է, որ մեր երկիրը բաժանված է, որ մեր երկրում կան մեծ խնդիրներ ու որ ինչ որ առումով նաև հիմա օրինակ հաշվի առնելով միջազգային հանրության անգործությունը, միջազգային հանրության ես չեմ ուզում խոսել ոչ մի ԶԼՄ-ների հետ օրինակ ազգային ժողովում ներկայացուցիչի ելույթը, ով նշում էր, որ ես չեմ ուզում ոչ մի ԶԼՄ-ների հետ խոսեմ եւ ոչ մի բան չեմ ուզում ասել, այդ չեզոքությունը, այդ ոչ մի բան չանելը միայն նրանով է պայմանավորված, որ վերջիններս ըստ իս կարծում են, որ այստեղ ամեն ինչ անհույս է, չի փոխվելու, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետության ցավոք ներկայացուցիչները այն էլ ինչ ունենք, այդ իսկ պատճառով իրենց պահում են նման նեյտրալ դաշտում։ Բայց նման իրավիճակը հանգեցնելու է նրան, որ ավելի ու ավելի իջնի այն տպավորությունը Հայաստանի Հանրապետության մասին, որը որ կար։ Խոսեցինք ազատության մասին, լինի դա ազատ խոսք, լինի դա ազատ վարքագիծ, ազատ, չգիտեմ, որոշելու եւ գործելու ցանկություն եւ կամք։ Այս ամեն ինչը ի սկզբանե, եթե խոսում ենք պետությունից, գալիս են լիբերալիզմի եւ դեմոկրատիայի տեսություններից եւ իրենց կիրառումից տարբեր պետություններում։ Ինչ են անում այսօրվա կառավարիչները։ Ցանկանում են գնալ այնպիսի մի դաշտ, որտեղ լիբերալիզմ է, որտեղ մարդը բացարձակ արժեք է եւ որտեղ մարդու իրավունքները ամենակարևորն են։ Իրենց ներկայացնելով, իրենք ուզում են նման արժեքների տեր դառնալ եւ անընդհատ նշում են, որ այս երկիրը դա ժողովրդավարություն է եւ եթե ժողովուրդը ինչ-որ բանի հետ անհամաձայն լինի, ժողովուրդը ցիտում եմ ցավոք, բայց ցիտում եմ Նիկոլ Փաշինյանին, եթե ժողովուրդը ինչ-որ բանի հետ անհամաձայն է, ապա ժողովուրդը կարող է հեղաշրջում եւ հեղափոխություն կազմակերպել պետությունում, ինչի ժողովուրդը այդ հեղափոխություն չի կազմակերպում, քանի որ ըստ իրա ժողովուրդը համաձայն է բոլոր այն քայլերի հետ, որը որ ինքն է կատարում, գործում։ Բայց այն դեպքում, երբ ժողովրդից ինչ-որ մեկը, ինչ-որ մի մարդ փորձում է իր ձայնը արտահայտել, իր կարծիքը արտահայտել, իրեն միանգամից ածն գալիս է իրենց տուն եւ տանում է ինչ-որ դատական գործերի շարասյունը սկսելու նպատակով եւ 3 ամիս, 2 ամիս երկարաձգվում այդ մարդկանց գործերը եւ ի վերջո ոչ մի որոշման չի գալիս։ Իրականում սա կարելի ասել, որ
մեգա բացառություն է, ինչը որ կատարվում է Հայաստանում եւ այսպիսի մեծ քանակով թվով քաղբանտարկյալներ դեռ ոչ մի երկրում կարող ենք ասել, որ չկա։ Մենք հիմնականում մեր այս հաղորդման շրջանակներում խոսում ենք տարածաշրջանի մասին, բայց եթե վերլուծում ես տարածաշրջանում կատարվող քաղաքական եւ հասարակական իրադարձությունները, դու հասկանում ես, որ հա, այնտեղ եւս կան անհամաձայնություններ, չկա ոչ մի պետություն, որտեղ որ ամեն ինչ հարթ է եւ բոլորը միմյանց հետ համաձայն են, միմյանց հետ երջանիկ ապրում են, բայց Հայաստանում արկա քաղբանտարկյալների թվով քաղբանտարկյալներ ոչ մի պետություն չունի, լինի դա տարածաշրջան, թե լինի դա ավելի մեծ ռեգիոնալ կամ արդեն իսկ աշխարհաքաղաքական ինչ-որ պետությունների մակարդակով ենք եթե խոսում։ Եվ մենք հասկանում ենք, որ այսօրվա բռնապետ իշխանությունները միայն լրացնելու համար, միայն իրենց կամահաճույքների ճիշտ կատարման համար են նման գործողություններ կատարում։ Եթե մենք ունենք մեծ թվով, եթե ամփոփենք այս ամեն ինչը, եթե մենք ունենք մեծ թվով քաղբանտարկյալներ, եթե մեր հասարակությունը ոչ թե եթե այո, մեր հասարակությունը բաժանված է, մեր հասարակությունում օրեցօր աճում են անհամաձայնությունները եւ կասկածները, նաեւ անվստահությունն է աճում եւ ունենալով այս ամեն ինչը, նաեւ ոչ մի բան չանելով, օրինակ քո թիկունքի հետ, քո ռազմական ուժի հետ, քո տնտեսական ուժի հետ, մենք ստանում ենք այն իրավիճակը, որ մեր պետությունը օրեցօր թուլանում է։ Եվ մենք չենք կարող խոսել ուժեղ Հայաստանի մասին, քանի դեռ մեր պետությունում կատարվում են նման իրադարձություններ։ Եթե մենք ուզում ենք, որ մեր Հայաստանը լինի ուժեղ, որ 10 տարուց մեր Հայաստանի Հանրապետությունը, հա, օրինակ 10 տարուց մեր Հայաստանի Հանրապետությունը մնա Հայաստանի Հանրապետություն, ապա մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի միախմբենք եւ միավորենք մեր հասարակությանը, որպեսզի կարողանանք կասկածի եւ վախի, հիասթափության մթնոլորտը շեղել, քանի որ մենք գիտենք, որ հիասթափությունը, հա, քաղաքական հենց հիասթափությունը դա ամենամեծ վտանգն է, որը որ կարող է սպառնալ պետությանը ներսից։ Այս ամեն ինչը փառատելով մենք կարողանանք քայլ առ քայլ փորձել հասնել դեպի ուժեղ Հայաստան։ Շնորհակալ եմ, որ մնացիք ինձ հետ այս փոքրիկ ժամանակահատվածում, ցանկանում եմ միայն ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, թե Հայաստանի Հանրապետության քաղբանտարկյալներին եւ թե Բաքվի քաղբանտարկյալներին, Բաքվի քաղբանտարկյալներին շուտապույտ վերադարձ իրենց հայրենիք եւ ազատություն մեր երկրին, քանի որ մեր երկիրը եւս կարող ենք ասել, որ ինչ որ քաղբանտարկյալի տեսքով գերի է այս իշխանությունների եւ իրենց կամահաճույքների ձեռքում։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք շուտով։